Հրապարակ թերթը գրում է. Մարզահամերգային համալիրում անցկացված վարչաբենդին փորձել են ապահովել մեծաթիվ ներկայություն, մարդկանց ներգրավելով նաև մարզերից ու պետական համակարգից, նպատակն էր ցույց տալ, որ հնարավոր է լցնել մեծ դահլիճը, սակայն այս անգամ ՔՊ ներկայացուցիչների մասնակցությունը զգալիորեն պակաս է եղել։ Մասնակիցները դժգոհել են, որ համերգի ընթացքում ամեն ինչ վճարովի է եղել, ի տարբերություն նախորդի, իսկ դահլիճում կարգ ու կանոնը խիստ վերահսկվել է աշխատակիցների կողմից, հատկապես արդեն աչքի ընկած Փաշինյանի ախրանիկի կողմից։ Փաստ թերթը գրում է, որ Իլհամ Ալիևը ստորագրել է կարգադրություն ուղղված լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերության զարգացմանը, այն դիտարկելով որպես ռազմավարական ոլորտ։ Փաստաթղթով նախատեսվում են ծրագրեր, արտոնություններ ու պարտքերի ներման մեխանիզմներ ոլորտի ակտիվացման համար։ Միաժամանակ նշվում է, որ Հայաստանում հաճախ դիմադրություն է լինում հանքարդյունաբերության զարգացման նախաձեռնություններին, մինչդեռ ըստ այդ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում։ Հրապարակ թերթը գրում է. գրել էինք, որ Տավուշի մարզպետ Հայկ Խալումյանը մարտի 3-ին իր օգնական Յուրա Բազինյանին ազատել է պաշտոնից։ Յուրա Բազինյանը Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Խալումյանի մանկության ընկերն է։ Նա արդեն նոր պաշտոն ունի, նշանակվել է Հայաստանի էլեկտրական ցանցերի Աղստև մասնաճյուղի տնօրենի խորհրդական։ Հեծը Սամվել Կարապետյանից խլելուց հետո դարձել է ԿՊԱ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորելու հիմնարկ։ Ժողովուրդ թերթը գրում է. ՀՀ երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը, ով 2019 թվականից քրեական հետապնդման է ենթարկվում, մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման ու խոշոր չափերի գումարի վատնման համար, որդիները փողերի լվացման, եղբորորդին վատնման եւ այսպես շարունակ։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրելով Խաչատրյանների նկատմամբ ներկայացված մեղադրանքները արձանագրեց, որ այս տարի 2026 թվականին դեռևս որևէ դատական նիստ չի իրականացել։ Բանն այն է, որ դատարանը թույլատրել է Գագիկ Խաչատրյանին մեկնել արտերկիր բուժման նպատակով, սակայն ՀՀ քննչական կոմիտեն նրան թույլ չի տալիս լքել երկիրը։ Ժողովուրդ թերթը գրում է, որ Հայկ Սարգսյանի հայտարարությունները լարվածություն են առաջացրել ՔՊ ներսում։ Նա քննադատել է Անդրանիկ Քոչարյանին ու Սուրեն Պապիկյանին բանակի խնդիրների վերաբերյալ։ Միաժամանակ Սարգսյանը ակնարկել է, որ իրեն աջակցում է միայն Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ իր դեմ գործում են Ալեն Սիմոնյանն ու Քոչարյանը, ինչի հետևանքով խմբակցությունում առաջացել են տարբեր դիրքորոշումներ ու պառակտում։ Ավելին իմանալու համար կարդացեք Պանորամային եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։